Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթաց է սկսվելու, հնարավոր պատճառների մանրամասները րոպեներ անց։ Կալիֆոռնիայի ծանր եղանակային պայմաններից հետո զոհ է հայտնաբերվել։ Ոսկին գրանցել է աներևակայելի թանկացում, նման բան չի եղել երբևէ։ Կալիֆոռնիայում արագությունը գերազանցող վարորդները կարող են զրկվել վարորդական իրավունքից։ Ըստ Նյուսոմի նոր և մեծածավալ բարեկարգումներ են սպասվում Կալիֆոռնիայում։ Խաղաղ օվկիանոսում նոր նարկոահաբեկիչ է սպանվել։ Ինչպես նաև թողարկման ընթացքում կունենանք վիճակագրական վերլուծություն ամերիկացիների հոբիների վերաբերյալ, կտեսնենք, թե որ ոլորտներն են գրավում նրանց ազատ ժամանակը և ժամանցը, այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Մանու Հարությունյանն եմ և այսօր միասին կբացահայտենք Միացյալ Նահանգներում տեղի ունեցող այն իրադարձությունները, որոնց շուրջ այս պահին խոսում է ամբողջ երկիրը։ Ձեր աջակցությունը մեզ համար կարևոր է, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք հետևում մեզ, միացեք քննարկմանը և լայքով աջակցեք մեր աշխատանքին, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Ինչպես միշտ սկսեմ քաղաքական անցուդարձից, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ եթե դեմոկրատները հաղթեն 2026 թվականի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում և վերահսկողություն ստանան կոնգրեսում, ապա Թրամփի դեմ կարող է իմպիչմենթի գործընթաց սկսվել։ Այդ ընտրությունների ժամանակ ամերիկացիները կընտրեն ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և Սենատի 35 անդամներին։ Ջոնսոնի խոսքով այս ընտրությունները ոճրորոշ նշանակություն ունեն։ Turning Point USA-ի միջոցառման ժամանակ նա ասել է, որ խաղադրույքը չափազանց բարձր է և այս ընտրություններում ամեն ինչ վտանգված է։ Նա նաև հայտարարել է, որ դեմոկրատական կուսակցությունը իր ձևակերպամբ վերահսկվում է մարքսիստների կողմից և փորձում է քանդել այն արժեքները, որոնք պաշտպանում են հանրապետականները։ Թրամփը նախկինում արդեն 2 անգամ կանգնել է իմպիչմենթի դիմաց։ 2019 թվականին նրան մեղադրել էին իշխանությունը չարաշահելու և կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մեջ, իսկ 2021 թվականին Կապիտոլիոմի իրադարձությունների կապակցությամբ պատճառը ապստամբության դրդելն էր։ Բացի այդ, այս տարվա ընթացքում մի քանի դեմոկրատ կոնգրեսականներ նույնպես փորձել են իմպիչմենթի գործընթաց սկսել նախագահի դեմ։ Չնայած ուկրաինական, ամերիկյան և ռուսական կողմերի միջև ընթացող քննարկումներում արձանագրված որոշակի զարգացմանը, տարածքային հարցը շարունակում է մնալ բանակցությունների ամենախոշոր և ամենաբարդ խոչընդոտներից մեկը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա խոսքով Ռուսաստանի իշխանությունները նպատակ ունեն Դոնեցկի տարածաշրջանի վրա ամբողջական վերահսկողություն հաստատել։ Ուկրաինայի համար սա դիտարկվում է որպես լուրջ վտանգ, սակայն Վենսի գնահատմամբ փակ և ոչ հրապարակային զրույցներում ուկրաինացի պաշտոնյաները ընդունում են, որ վերջնարդյունքում ամենայն հավանականությամբ կարող են կորցնել Դոնեցկը։ Փոխնախագահը նշել է նաև, որ բանակցային գործընթացը բարդանում է մի շարք այլ հարցերով։ Դրանց թվում են Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վերահսկողության խնդիրը, ինչպես նաև Ուկրաինայում բնակվող էթնիկ ռուսների և Ռուսաստանում ապրող էթնիկ ուկրաինացիների հետագա իրավական և անվտանգային ճակատագիրը։ Վերադառնալով եղանակին, ասեմ, որ մինչդեռ Կալիֆոռնիա նահանգը պատրաստվում է այս շաբաթ սպասվող ավելի ծանր եղանակային պայմաններին, արդեն Ռեդինգ քաղաքում ուժեղ անձրևների և լուրջ ջրհեղեղների հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Քաղաքապետի խոսքով իշխանությունն ու հրշեջ ծառայությունները շարունակում են մարդկանց ջրից փրկելու աշխատանքները, սակայն դեպքի մանրամասները դեռ ամբողջությամբ պարզ չեն։ Նա նաև նշել է, որ հրշեջ ծառայությունը ջրհեղեղին արձագանքելու գործողությունները համակարգելու համար ստեղծում է արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն։ Տեսանյութերում երևում է, որ քաղաքի որոշ փողոցներ ամբողջությամբ ջրի տակ են անցել։ Միաժամանակ քաղաքային ծառայությունները և էներգետիկ ընկերության աշխատակիցները մաքրում են ջրածածկ փողոցները և փորձում վերականգնել էլեկտրամատակարարումը։ Նկատվում է նաև ջրատար խողովակի պայթյուն, որի հետևանքով հզոր ջրի հոսք է դուրս գալիս գետնի տակից։ ՆԱՍԱ-ի նոր ղեկավարը միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը պաշտոնը ստանձնելու օրից արդեն հստակ ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ է շարժվելու ԱՄՆ-ի տիեզերական ծրագիրը։ Նշեմ, որ նա ՆԱՍԱ-ի 15-րդ ղեկավարն է։
Նույն օրը Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով գործակալությանը հանձնարարում է մինչև 2028 թվականը կրկին ամերիկացի տիեզերագնացներ ուղարկել լուսին, իսկ մինչև 2030 թվականը այնտեղ սկսել մշտական բազայի ստեղծումը։ Նա նաև նախատեսում է պատրաստվել Մարսի ապագա հետազոտություններին։ Այս հրամանագիրը ՆԱՍԱ-ի համար դիտարկվում է որպես հստակ ճանապարհային քարտեզ։ Այզեքմանի խոսքով մոտակա 3 տարիների ընթացքում ամերիկացի տիեզերագնացները կրկին կիջնեն լուսնի վրա, բայց այս անգամ նպատակն արդեն ոչ միայն վայրեջքն է, այլ այնտեղ երկար մնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը։ Նոր ղեկավարը նշել է, որ ՆԱՍԱ-ն գտնվում է կարևոր փուլում։ Թրամփի վարչակազմը լուսին վերադառնալը համարում է հրատապ խնդիր, հատկապես Չինաստանի հետ աճող մրցակցության պայմաններում։ Ղեկավարի խոսքով աշխարհը կանգնած է նոր տիեզերական մրցավազքի դիմաց։ Աշխարհում ոսկին դարձել է ավելի թանկ, քան երբևէ։ Դրա գինը 1 ունցիայի համար հասել է մոտ $4440։ Սա տեղի է ունենում, որովհետև ներդրողները սպասում են, որ ԱՄՆ դաշնային պահուստը Ֆեդը կարող է մոտ ժամանակներում զգալիորեն իջեցնել տոկոսադրույքները։ Երբ տոկոսադրույքները իջնում են, մարդիկ ավելի քիչ շահ են ստանում բանկերում փող պահելուց եւ սկսում են իրենց գումարը տեղափոխել ոսկու նման ապահով արժեքների մեջ։ Բացի այդ, աշխարհում կա տնտեսական ու քաղաքական անորոշություն, այդ թվում լարվածություն ԱՄՆ-ի եւ Վենեսուելայի միջև, ինչը եւս ստիպում է մարդկանց ընտրել ոսկին որպես անվտանգ տարբերակ։ Նույն պատճառով թանկացել է նաեւ արծաթը։ Դրա գինը հասել է մոտ $69.44, ինչը նույնպես ռեկորդային մակարդակ է։ Այս տարի միայն ոսկու գինը աճել է մոտ 69%-ով, քանի որ այն ակտիվորեն գնում են թե ներդրողները, թե տարբեր երկրների կենտրոնական բանկերը։ Վերադառնանք Կալիֆոռնիա, որտեղ նախատեսվում է ավելի քան $52 միլիոն տրամադրել տարբեր ծրագրերի համար, որոնք ուղղված են բնակարանաշինությանը, ենթակառուցվածքների բարելավմանը եւ անօթևանության խնդրի լուծմանը։ Այդ մասին հայտարարել է նահանգապետ Գևին Նյուսոմը։ Միջոցները կուղղվեն փողոցների եւ կոյուղիների վերանորոգմանը, հանրային շենքերի բարելավմանը եւ համայնքների համար նոր ժամանցային հնարավորությունների ստեղծմանը։ Այս ծրագրերից կօգտվեն ավելի քան 160,000 մարդ։ Բացի այդ, նահանգը կհատկացնի եւս $14.3 միլիոն եւ այս գումարով կֆինանսավորվի 52 նախագիծ, որոնք կօգնեն պայքարել անօթևանության դեմ, ապահովելով արտակարգ կացարաններ, կանխարգելման ծրագրեր, արագ բնակեցում եւ սոցիալական աջակցություն փողոցում ապրող մարդկանց համար։ Երկու ծրագրերն էլ իրականացվում են Կալիֆոռնիայի բնակարանաշինության եւ համայնքային զարգացման վարչության կողմից։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում իրականացված ռազմական հարվածի հետևանքով սպանվել է 1 նարկոահաբեկիչ։ Հարվածը հասցվել է թմրանյութերի ապօրինի տեղափոխմամբ զբաղվող նավին։ ԱՄՆ հարավային հրամանատարությունը հաղորդագրություն է տարածել X սոցիալական հարթակում, նշելով, որ մահաբեր հարվածը իրականացվել է պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի անմիջական հրահանգով։ Ըստ հաղորդագրության նավը շարժվում էր թմրանյութերի փոխադրման համար հայտնի երթուղիներով եւ ներգրաված էր նարկոթրաֆիքինգի գործողությունների մեջ։ Amazon ընկերության բարձրագույն ղեկավարներից մեկը հայտարարել է, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան արգելափակել է ավելի քան 1800 աշխատանքի դիմում, որոնք ըստ կասկածների ներկայացվել են Հյուսիսային Կորեայի հետ կապ ունեցող գործակալների կողմից։ Amazon-ի գլխավոր անվտանգության պատասխանատու Սթիվեն Շմիդտը LinkedIn-ում հրապարակած գրառման մեջ նշել է, որ հյուսիսկորեացի գործակալները փորձել են դիմել հեռավար IT հաստիկների, օգտագործելով գողացված կամ կեղծ ինքնություններ։ Նրանց նպատակը սովորաբար շատ պարզ է՝ աշխատանքի ընդունվել, աշխատավարձ ստանալ եւ այդ գումարները ուղղել ռեժիմի զինված ծրագրերի ֆինանսավորմանը, գրել է Շմիդտը։ Նրա խոսքով նման փորձերը ամենայն հավանականությամբ տարածված են ամբողջ տեխնոլոգիական ոլորտում, հատկապես Միացյալ Նահանգներում։ Ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ թողարկումներից մեկում, Time ամսագիրը 2025 թվականի տարվա անձնավորություն է ճանաչել ոչ թե մեկ մարդու, այլ մի ամբողջ խմբի, անվանելով նրանց արհեստական բանականության ճարտարապետներ։ Այս ընտրությամբ ամսագիրը ընդգծում է, որ տարվա գլխավոր շարժիչ ուժը դարձել է հենց արհեստական բանականությունը։
Time-ի գնահատմամբ 2025-ին AI-ը դուրս եկավ փորձարարական փուլից եւ վերածվեց համաշխարհային ազդեցություն ունեցող գործոնի, փոխելով տնտեսությունը, աշխատաշուկան, կրթությունը, բժշկությունը, մեդիան եւ պետական կառավարման համակարգերը։ Գլխավոր դերակատարներից է Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, որի խոսքով արհեստական բանականությունը դարձել է համընդհանուր անհրաժեշտություն բոլոր ոլորտների եւ պետությունների համար։ Այսօր Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը, իսկ գրեթե մենաշնորհային դիրքի շնորհիվ այն չիպերի շուկայում, որոնք ապահովում են արհեստական բանականության ոլորտի արագ աճը եւ փոխում ամբողջ աշխարհը։ Այն վերածվել է նաեւ պետական ազդեցության գործիքի, գործելով կարևորագույն տեխնոլոգիաների, դիվանագիտության եւ աշխարհաքաղաքականության մեջ։ Գրենլանդիայի հարցով հատուկ բանագնաց նշանակելով Թրամփը նոր լարվածություն է ստեղծել Դանիայի հետ հարաբերություններում։ BBC-ի հարցին պատասխանելով Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային անվտանգության ապահովման համար։ Նրա խոսքով Լուիզիանայի հանրապետական նահանգապետ Ջեֆ Լենդրին, որը նշանակվել է Գրենլանդիայի հարցով հատուկ բանագնաց, կգլխավորի այդ գործընթացը։ Գրենլանդիան ներկայում հանդիսանում է Դանիայի թագավորության կազմում գտնվող կիսաանկախ տարածք։ Այս հայտարարությունը դժգոհություն է առաջացրել Կոպենհագենում։ Դանիայի իշխանությունները պաշտոնական բացատրություն են պահանջում ԱՄՆ-ից։ Գրենլանդիայի վարչապետը նույնպես արձագանքել է Թրամփի հայտարարությանը, ընդգծելով, որ կղզին պետք է ինքնուրույն որոշի իր ապագան, իսկ նրա տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։ Կալիֆոռնիայում սկսվում է նոր փորձնական ծրագիր, որի նպատակն է ճանապարհներից հանել այն վարորդներին, որոնք բարձր արագությամբ են վարում։ Խոսքն այն վարորդների մասին է, որոնք բռնվում են 100 մղոն/ժամից ավելի արագությամբ վարելու ժամանակ։ Ծրագիրը իրականացվում է ավտոմեքենաների վարչության եւ նահանգային մայրուղային ոստիկանության համատեղ ուժերով եւ կոչվում է FAST։ Դրա միջոցով նման խախտում արած վարորդների գործերը ավտոմատ կուղարկվեն DMV-ի վարորդների անվտանգության բաժին։ Այնտեղ մասնագետները կստուգեն դեպքը եւ վարորդի անցյալը։ Դա կարող է լինել վարորդական իրավունքի ժամանակավոր կասեցում կամ նույնիսկ ամբողջական զրկում առանց երկար դատական գործընթացների։ Պաշտոնյաները նշում են, որ ներկայում նման դեպքերը հաճախ ամիսներ են տևում դատարաններում, մինչդեռ նոր ծրագիրը թույլ կտա շատ ավելի արագ արձագանքել։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարորդներին ամենից շատ զսպում են ոչ թե խիստ, այլ արագ եւ անխուսափելի հետևանքները։ Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ հունվարի 1-ին կայանալիք պաշտոնական երթմնակալությունից հետո քաղաքի տասնյակ հազարավոր բնակիչների համար Բրոդվեյում փողոցային տոնական միջոցառում կկազմակերպի։ Նյու Յորքի աշխատող մարդիկ մեր օրակարգի կենտրոնում են։ Մենք նրանց հրավիրում ենք միանալ մեզ հետ այն պահին, երբ սկսում ենք նոր դարաշրջան, հայտարարել է Մամդանին։ Նոր դարաշրջան անվանումը կրող միջոցառման համար գրանցումն արդեն բացվել է Մամդանի անցումային թիմի պաշտոնական կայքում։ Միջոցառման էջում նշվում է, որ սա եզակի փողոցային միջոցառում է քաղաքապետի երթմնակալության համար։ Կազմակերպիչները նաև հայտնում են, որ նրանք, ովքեր չեն կարողանա ներկա գտնվել անձամբ, հնարավորություն կունենան հետևել միջոցառմանը օնլայն։ Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած խոշոր հոսանքազրկումից հետո քաղաքի բնակարանների եւ բիզնեսների մեծ մասում էլեկտրամատակարարումը բարեբախտաբար վերականգնվել է։ PG&E էլեկտրաընկերության տվյալներով անջատումը սկսվել է շաբաթ օրը։ Մի քանի ժամ անց հոսանքազրկումը հասել է իր գագաթնակետին եւ հոսանքից զրկվել էր մոտ 130,000 տուն ու ձեռնարկություն։ Հոսանքազրկման ճշգրիտ պատճառը վերջնականապես բացահայտված չէ, սակայն ըստ տվյալների անջատումների մի մասը կապված է եղել ենթակայաններից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետ։ Ընկերության խոսքով վերականգնման աշխատանքները բարդ են եղել եւ հոսանքը անվտանգ վերականգնելու համար քաղաք են ուղարկվել բոլոր հասանելի ինժեներներն ու էլեկտրիկները։ Ինչով է զբաղվում ամերիկացին, երբ ոչ ոք իրեն ոչինչ չի պարտադրում։ ԱՄՆ-ում ազատ ժամանակը վաղուց դադարել է լինել ուղղակի հանգստի ձև, այն դարձել է հասարակության հոգեբանական վիճակի եւ նույնիսկ տնտեսական վարքագծի հայելին։ Եկեք այժմ նայենք թվերին ու դրանց հետևում թաքնված հետաքրքիր փաստերին։
Ամերիկացիների շրջանում ամենատարածված հոբին շարունակում է մնալ հեռուստացույց դիտելը։ Հարցումների համաձայն մեծահասակների մոտ 80-ից 85%-ը ամեն օր դիտում է հեռուստասերիալներ եւ ֆիլմեր։ Հետաքրքիր փաստ՝ միջին ամերիկացին օրական հեռուստացույցի դիմաց անցկացնում է մոտ 3 ժամ, ինչը տարեկան կազմում է ավելի քան 1000 ժամ։ Սա գրեթե ամբողջական աշխատանքային կես տարի է միայն էկրանի դիմաց։ Երկրորդ խոշոր հոբին երաժշտությունն է։ Մոտ 70% նշում է, որ ազատ ժամանակի ընթացքում երաժշտություն է լսում։ Ըստ վիճակագրության ամերիկացիների մեծ մասը օրական միջինում լսում է 2-ից 2.5 ժամ երաժշտություն եւ այդ ժամանակի ավելի քան կեսը ականջակալներով։ Մինչ շարքը շարունակելը եկեք հասկանանք իսկ ինչու է ընդհանրապես կարևոր հոբի ունենալը։ Հոգեբանների եւ սոցիոլոգների տվյալներով հոբին միայն ժամանց չէ, այն ուղիղ ազդեցություն ունի մարդու հոգեկան առողջության, սթրեսի մակարդակի եւ նույնիսկ աշխատունակության վրա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր կանոնավոր հոբիով են զբաղվում, ավելի քիչ ունեն քրոնիկական սթրես եւ ավելի արագ են վերականգնվում աշխատանքային ծանր օրերից հետո։ Իսկ հիմա շարունակեմ հոբիների մասին։ Ընթերցանությունը շարունակում է պահպանել իր դիրքը, թեև փոխված ձևով։ Մարդկանց 60-ից 65%-ը կարդում է գրքեր կամ հոդվածներ, սակայն նշեմ մի փաստ՝ տպագիր գրքերի ընթերցանությունը նվազում է, մինչդեռ էլեկտրոնային գրքերն ու կարճ տեղեկատվական նյութերը աճում են։ Ըստ հարցումների, ընթերցողների մոտ կեսը նախընտրում է կարդալ պլանշետով։ Հետաքրքիր է նաև, որ ըստ ամերիկյան ուսումնասիրությունների, անկախ եկամտից կամ զբաղվածությունից, հոբի ունեցող մարդիկ միջինում ունեն ավելի կայուն քուն եւ ավելի բարձր կյանքի բավարարվածության ցուցանիշներ, իսկ ստեղծագործական կամ ֆիզիկական հոբիները նվազեցնում են դեպրեսիայի եւ անհանգստության ռիսկը։ Հիմա վերադառնանք թվերին։ Ֆիզիկական ակտիվությունը, քայլքը, վազքը, մարզասրահը կամ յոգան ընտրում է մոտ 50-ից 55%-ը, սակայն այստեղ եւս կա հետաքրքիր հակասություն։ Քայլքը դարձել է ամենատարածված ակտիվությունը, քանի որ այն մարզասրահ կամ հատուկ սարքավորումներ չի պահանջում։ Միջին ամերիկացին օրական անցնում է մոտ 4000-ից 5000 քայլ, ինչը համարվում է առողջության նվազագույն շեմ։ Ավելի նեղ, սակայն կայուն խմբում են կազմում այգեգործությամբ, ձեռագործ աշխատանքներով եւ լուսանկարչությամբ զբաղվողները։ Այգեգործությամբ զբաղվում է մոտ 30-ից 35%-ը։ Այս հոբին արագ տարածվում է նաև քաղաքներում։ Ձեռագործ աշխատանքներով զբաղվում է շուրջ 25%-ը, իսկ լուսանկարչությամբ մոտ 20%-ը։ Հիմնականում սոցիալական ցանցերում բովանդակություն ստեղծելու նպատակով։ Թեև էկրանները շարունակում են գերիշխել, հոբիները մնում են այն գործիքը, որով մարդիկ փորձում են պահպանել անձնական հավասարակշռությունը։ Իսկ ձեզ կխնդրեմ կիսվել մեկնաբանություններում ձեր սիրելի հոբիների վերաբերյալ։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ամեն օր հրապարակում ենք վերջին թարմ նորությունները։ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է ստեղծել այսպես կոչված ոսկե նավատորմը, որը նրա խոսքով կլինի պատմության մեջ երբևէ ստեղծված ամենախոշոր եւ ամենահզոր նավատորմը։ Թրամփի պնդմամբ այս նավատորմի կազմում ընդգրկված նավերը կլինեն 100 անգամ ավելի հզոր, ավելի մեծ եւ ավելի ուժեղ, քան ներկայում գործող ռազմական նավերը։ Call of Duty, Titanfall եւ Battlefield խաղերի ստեղծողը զոհվել է Լոս Անջելեսում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Նրա ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ բախվել բետոնե պատնեշին։ Բախումից հետո մեքենան բռնկվել է, սակայն Վինս Զամպելան չի կարողացել ինքնուրույն դուրս գալ մեքենայից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է ստացած ծանր վնասվածքների հետևանքով։ Ստեղծվել են նոր ծրագրեր, որոնց միջոցով չաթ-բոտերին կարելի է ստիպել խոսել այնպես, կարծես դրանք ալկոհոլ կամ թմրանյութեր են օգտագործել։ Այդ բոտերը սկսում են ավելի ազատ, տարօրինակ կամ ստեղծագործական պատասխաններ տալ։ Այս ծրագրերը վաճառվում են ինտերնետում եւ կրում են տարբեր անուններ, օրինակ ալկոհոլ, կոկաին եւ այլն։ Սակայն մասնագետները ասում են, որ իրականում բոտի մեջ ոչինչ չի փոխվում, այն պարզապես փոխում է խոսելու ոճը, ոչ թե մտածողությունը կամ գիտակցությունը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։